Շնորհակալ եմ մեծարգո պարոն վարչապետ, հարգելի նախ թույլ տվեք արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում, բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետը բարձր մակարդակով, ընդհանրապես բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան, եւ կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում եւ արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում, բայց ինձ համար պարոն Տուսկ առանձնակի պատիվ է հրավեր ստանալ ձեր կողմից եւ նման ջերմ ընդունելության արժանանալ ձեր կողմից։ Այսօր մենք հանդիպում ենք ձեզ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի եւ շատ բարձր է գնահատում ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետեւ Հայաստանը միշտ զգացել է ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ իսկապես նաեւ իմ անձնական փորձը այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաեւ այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով եւ ոլորտներում, այդ թվում Եվրամիության շրջանակներում եւ մենք այդ աջակցությունը զգացել ենք։ Ինձ համար շատ կարևոր էր եւ մեր պատվիրակության համար լսել ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին եւ այն քաջալերող խոսքերը, որ դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Ես չեմ թաքցնի եւ դուք դա գիտեք, իհարկե ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ իհարկե խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։ Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը եւ ես Հայաստանում մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության падգամավորներից մեկը արձագանքեց հետեւյալ կերպ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք Եվրոպայի մասին եք խոսում, եւ իմ արձագանքը հետեւյալն էր, ես ասացի, իսկ մենք համոզված ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է եւ ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաեւ խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել են համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունը իսկապես ամենակարևորն է, որովհետեւ միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ եւ կարողանալ հենվել
այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության այլընտրանք լինելը, ժողովրդավարության այլընտրանք լինելը եւ ազատության այլընտրանք լինելը եւ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է եւ ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը իհարկե մեզ համար օրինակելի է։ Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ իհարկե մեծ հաճույքով ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթաժողովին։ Bardzo dziękuję panom premierom i panom ministrom. Dziękuję również państwu.